կապված իրենք շարունակում են գրողը Բեհարանի վրա, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ճեպազորույցի ժամանակ այսպես ասում է կմաքրվեմ, նոր իհարկե գնալու եմ այրաթոռ, կմաքրվեմ ու կգնամ, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Նախ եւ առաջ Նիկոլը ինչ էլ անի կյանքում այլևս չի մաքրվի, մահանալուց հետո էլ չի մաքրվի, այն ինչին քարել է, դա մաքրման ենթակա չի, նա պատճառ է հանդիսացել 5000-ից ավել հայ զինվորների սպանդի, նա պատճառ է հանդիսացել մեր հայրենիքի մի մասի Թուրքին հանձնելուն, դա չի մաքրվում, Նիկոլ, ինչ էլ անես, չի մաքրվի, հասկանում ես, դու չես մաքրվելու, հայ առաքելական եկեղեցու վրա քո հարձակումն էլ հաջողություն չի ունենալու, այն քեզ միայն էլ ավելի խորը ցեյտնոտի մեջ է մտցնելու, որից դուրս գալու համար դու անելու ես տարբեր շոուներ, մասկի շոուներ, բայց դու հայտնվել ես մի վիճակում, շախմատային լեզվով ասած ցուցվանգում ես դու ինչ էլ անես ի վնաս քեզ է, այո դրսի տերերդ աչքերը փակելու են, բայց հայ ժողովուրդը երկար աչքերը փակ չի պահելու, արդեն բացել է, արդեն պատրաստ է քեզ մերժելու է։ Բայց եւ նաեւ մենք տեսանք, որ համաշխարհային ճանաչում ունեցող Տակեր Կարսոնը խոսեց այն մասին, որ քրիստոնյաների երկրում հարձակվում են հայ քրիստոնյաների Մարիամ ջան, լիկան անկախ աղբյուրներ, ինչպես նաեւ Տակեր Կարսոնը, որոնք իհարկե անդրադառնալու են այս հարցին, բայց եկեք այսպես ասեմ, ես աշխարհից որևէ տեղից օգնություն չեմ սպասում։ Օգնությունը գալու է Հայաստանի Հանրապետությունից, օգնությունը գալու է մեր ժողովրդից, որովհետև մենք ենք մեր երկրի տերը, եւ մենք պետք է որոշենք, թե որ ուղղությամբ ենք գնում։ Այսինքն չի հաջողել ոչ մի ձև մայրաթոռ։ Ես չեմ տեսնում, որ մայրաթոռի վրա Դե տեսեք, այդ ամեն ինչը ծիծաղի առարկա է, չէ, հիմա Facebook-ում էլ ֆռում են այդ իր քահանաները, դպիրները, բաները, խնդալու բանը։ Այսինքն ինքը փորձեց 2 անգամ թե 3 անգամ, հա, Կիրակի օրերը հավաքել մարդ եւ բոլորին ցույց տվեց, որ ախպեր չունես դու այլևս դու հետևորդներ չունես։ Քո աղանդը ունի, չգիտեմ, 500-600 հետևորդ։ Նիկոլի աղանդը է դա։ Հիմա ինքը ինչքան է ռեսուրս օգտագործի, ինքը նույնիսկ մի հատ նորմալ մարդավարի հավաք չի կարա անի օպերայի օրինակ հա հրապարակում չի կարա, որովհետև չունի ինքը այլևս դա չունի, դրա համար ինքը գվարդիա է բացում, պարեկների աշխատավարձները սահմանում կանգնած զինվորներից 5 անգամ ավել է տալի, դատախազներին աշխատավարձներ, որպեսզի լռեցնի մերպես մարդկանց, այսինքն դա վախի մթնոլորտ ստեղծել, այդ վախի մթնոլորտը պահպանել պետական տարբեր իրավապահ համակարգում ստեղծող նոր մարմիններով, այն հույսով, որ կարողանա անընդհատ կեղծել ընտրությունները, բայց այդպես չի լինելու, նորից եմ ասում, երբ որ գալիս է պահ, ժողովուրդը իր խոսքը ասում է, եւ այս կասկած չունեմ, պահը գալու է եւ ժողովուրդը իր խոսքը